եկա ձեզ հետ էլի խոսեմ 4 շամպունյներից մեկ անգամ խոսել եմ, սա արդեն երկրորդն է, բայց ինչի համար եմ ուզում նորից խոսել, ձեզ ուզում եմ ասել, որ եթե պրոդուկտը թանկ է ավելի, դա դեռ իր որակի մասին ոչինչ չի ասում։ Օրինակ ես ձեզ հետ խոսացել էի մորֆոսի մասին, հետո գնել էի սպրելեստյա, իրանք գնային սիգնենտում լավ միջին գնային բաներ են, պրոդուկտներ են, ու ես որոշեցի լավ ասենք ավելի թանկը ձեռք բերեմ, վերցրեցի այս Batiste 4 շամպունը, մտածելով, որ եթե ավելի թանկ է, մենք այդպես ենք չէ, որ ես մտածում եմ, թե ինչ-որ բան ավելի թանկ է, ուրեմն ավելի լավն է, բայց ձեզ ուզում եմ հիասթափեցնեմ, որովհետև ոչ, լավ է չի, ինչու անում այս շամպունը սուխոյ, ինչքան էլ ուզում հեռվից ես չեմ իրան օգտագործեմ, ինքը մեկը շատ սպիտակ հետքեր է թողնում, միանգամից ծերանում ես, դրա համար ես հետ վերադառնամ իհարկե իմ սիրած շամպուններին, բայց ինչ է ուզում ասել, եթե դուք էլ ինձ նման, ասենք ձեռք եք բերել ու եմ որ ասում չգիտեք ինչ անեք, ոչ այնա ձեռդ գնում է թափես, ոչ այնա ինչ, ասեմ որ օգտագործում են երկու եղանակ ունի 4 շամպունը, մեկը երբ որ արդեն մազերը հարդարած է եւ դուք ուղղակի փչում եք 4 շամպունը եւ երկրորդը երբ որ մազերը խոնավ վիճակում է եւ դուք նոր պատրաստում եք ֆենել մազերը գեղեցկացնել, այս շամպունը որը որ թողնում է սպիտակ հետքեր կարող եք օգտագործել երկրորդ տարբերակով, այսինքն երբ որ մազերը լվացել եք, մի փոքր չորացրել եք ֆենով, բայց խոնավ է դեռ մազերը, փչում եք արմատներին ու նոր սկսում եք մազերը հարդարել։ Ինքը էլի շատ լավն է, այդ ձև օգտագործելով լավն է, այդ սպիտակ հետքերը որ մնացել էր ֆենով, երբ որ դուք չոտկով աշխատում եք, այդ ամբողջը ավելցուկը, այսպես ասած, դուրս է գալիս ու ահա արդյունքը, իհարկե մի փոքր դեռևս ես տեսնում եմ այդ խամրած այդ բանը, բայց գոնե կարողացա իրան օգտագործեմ։